Չես պատկերացնի ինչքան կուզեի գնայի տուն տեսնեի տանն ես թեկուզ ինձ էլի նեղացնեիր կամ 1000 անգամ տնից դուրս հանեիր բայց իմանայի որ տանն ես ու քեզ ոչինչ չի եղել որ առողջ ես Տով խնդրում եմ շուտ լավացի ուզում եմ որ շուտ լավանաս Ոչ մի պարագայում չհանձնվես, լսում ես։ Դու պիտի մեր կողքին լինես։ Առանց քեզ այնքան դատար կա։ Պետք է հետ գնաս Գրիշ։ Չէ, պապ ավելի լավ է թողական բռնեն։ Մեկը ընդեղ թե բանտում ոչ մի տարբերություն չկա։ Չէ, կա տարբերություն։ Դա ավելի պապ իմ համար արդեն մեկ է թողական բռնեն։ Բա մենք Գրիշը։ Ախր մենք էլ ենք այս պատմության մեջ։ Հարցնել հենց այնա, որ դուք էլ եք այս պատմության մեջ։ Ու ամբողջ կյանքում վախի մեջ չենք ապրելու։ Այ որ բանտում եղար, մենք ընդհանրապես չենք ապրի։ Լսի ու հավատա ինձ։ Պիտի հետ գնաս, որ ես կարողանամ այս հարցերը կարգավորեմ։ Խելքը չի կտրում, որ մի բան կստացվի, պապ։ Տվես, պետք է հավատաս։ Դե փորձում եմ, բայց հավատս չի գալի։ Երբ որ կսկսես հավատալ ու իմ ասածով կանես, ինձ կհավատաս այդ ժամանակ ամեն ինչ կկարգավորվի, մենակ ինձ լսի։ Մամ, մի զանգի ինձ խնդրում եմ։ Տուն արի։ Չեմ ուզում։ Չեմ գալու, մամ։ Լեա, տուն արի։ Չեմ ուզում։ Ես այդ ատելության մեջ չեմ ապրելու։ Ոչ մի րոպե չեմ մնալու այդ մտոլորտում։ Ինձ այդ պետք չի։ Դուք ապրեք նենց ոնց ձեզ հարմար է։ Թողեք ես էլ ապրեմ, թողեք շնչեմ, մամ։ Տեղը տասա խնդրում եմ։ Չեմ գալու։ Դա բացառված է։ Լեա, ուր ես գնում։ Հելենենց տուն։ Ու խնդրում եմ չգաս հետևիցս։ Աղաչում եմ, թող հանգստանամ։ Ես հիմա չեմ ուզում ոչ մեկին տեսնել։ Ինձ լսի։ Լեա, ինչ ա եղել։ Լեա, արի ներս գնանք։ Օգնի ներս տանենք։ Լեա, թուրանալ չկարողացում ես, պիտի քեզ հավաքես։ Օգնի։ Սպաս ես ինքը կկանգնի կգա։ Ինչ է։ Դովիթը մոտները շարժեց։ Վայ ուր։ Գնամ դավոյն տենամ, աղջիկ ջան։ Չէ, բժիշկներն ինձ էլ ասեցին դուրս գամ։ Մանան սպասի գնամ հասկանամ գոնե ինչ են ասում։ Համբերի, հեսա կգանք ասեն։ Բայց հաստատ տեսա շարժել, հա։ Ահա, վայ ձեռքերին նայեցի, մոտները շարժեց։ Ուրեմն վիճակը կայունանում է։ Երոնը տենց լինի։ Ինչ է եղել։ Դովիթը մոտները շարժել է։ Ուշքի է եկել։
Չէ, բայց փաստացի արձագանքեց։ Հարկը չէ դրաստված։ Մանան, ասում եմ կարող եմ մտել էի շեշտ ու սեստով է ներվայնացել արձագանքելա։ Լեո, ինչ օպուշ ես։ Ապուշը դու ես։ Վերջ տվեք։ Լեա, մի հատ մտի տես ինչ են ասում։ Պապի դե չեմ կարող մտնեմ ներս, մանանին ընդեղից դուրս են հանել։ Հեսա դուրս կգան, ինչ պետք է կասեն։ Ուր եք գնում։ Նույն տեղը։ Բան ջան հանգիստը սաղ լավ ալմեն։ Արի գրիշը ժամանակ չկա։ Արդեն ինչքան ժամանակ է, ոչ մի բան չի կերել։ Ավելի լավ է թող քնի հանգստանա։ Լսի, բայց սենց ճիշտ չի, պետք է ինչ-որ բան ուտի, որ չհյուծվի։ Հավատա հիմա ոչ մի բան չենք կարող անենք։ Պիտի ուղղակի կողքին լինենք։ Մտեք։ Կարելի է բժիշկ։ Իհարկե, արի նստի։ Քուրս մտել էր Դավոյի մոտ։ Ասաց, որ մատներն ա շարժել։ Գիտեմ, խոսել եմ մերոնց հետ։ Բայց քեզ, Լեո ջան, շատ ավելի կարևոր հարցով եմ այսօր կանչել։ Ասեք ուշադիր լսում եմ։ Գերմանիայից շատ հայտնի նևրոխիրուրգ է մեզ մոտ գալիս։ Ղազախստանում էր, հիմա Հայաստան է գալիս։ Խոսքով չեմ կարող բացատրեմ, թե ինչ հրաշքներ է գործում այդ մարդը։ Ես կկարողանամ այնպես անել, որ Դավիթով անձամբ ինքը զբաղվի։ Եթե հաջողվի, որ նա անի վիրահատությունը, իմացի, որ մենք շահած ենք, Լեո ջան։ Բայց մի խնդիր կա, Լեո ջան։ Խոսքը $80,000 մասին է։ 80,000։ Այո, միկրովիրաբուժական միջամտություն է պետք գալու։ Հիմա չեմ ուզում քեզ մեր տերմիններով բացատրել, բայց պարզ ասեմ։ Առաջին վիրահատությունը հաջող անցկացրեցինք։ Հանեցինք փամփուշտը։ Կանգնեցրեցինք արնահոսությունը։ Բայց խնդիրը դրանով չավարտվեց։ Բարդ վիրահատական միջամտություն է պահանջվում։ Այս եկող բժիշկը հենց դրա մասնակետն է։ Եթե հաջողվի, որ այդ բժիշկը կատարի երկրորդ վիրահատությունը, իմացած եղիր, որ մենք շահած ենք։ Խնդիրը միայն այդ գումարը գտնելն է։ Հա, խնդիր չկա, կգտնեմ, բայց ոնց հասկանում եմ ժամանակը քիչ է։ Շատ քիչ է, Լեո ջան։ Բայց իմացիր Դավիթի կյանքը
հետագա բարդություններից խուսափելը հենց դրանից է կախված։ Հասկանում եմ, Լեո ջան, որ քեզ շատ բարդ իրավիճակի մեջ եմ դնում, բայց հավատա, որ Դավիթի համար շատ կարևոր է այդ վիրահատությունը։ Եթե կարևոր է, ուրեմն պիտի արվի։ Ես այդ փողը կճարեմ։ Ուրիշ տարբերակ չկա, բժիշկ։ Իրոք չկա։ Պապի կեր, Չեմ ուզում մանան։ խնդրում եմ չուզելով կեր, պիտի սոված չմնաս, հեսա դեղից ժամն է գալիս։ Ոչինչ թող գա, բան չի լինի։ Կլինի, պապի, խնդրում եմ գոնե մի գթալ կեր։ Ապրես մի հատ էլ։ Բայց չեմ ուզում, դե կերա էլի ինչ ես ուզում։ Լեո, խնդրում եմ էլի ասա թող ուտի։ Լեո ինչ է եղել։ Հեչ ոչ մի բան։ Ինչ ասեց այդ բժիշկը։ Արտասահմանից ինչ-որ նեյրոխիրուրգ է գալու։ Ասեց, որ ամեն ինչ կանի, Դավթի երկրորդ վիրահատությունը ինքը անի։ Շատ լավ է։ Բա ինչ ես ես դեմքով։ Եթե արտասահմանից է գալի, հաստատ շատ փող կուզի։ Չէ, նորմալ է, պապի ասեց անվճար կանի։ Ուղղակի այդ երկրորդ վիրահատության բավ եմ անհանգիստ։ Դե եթե բժիշկն ասում է վտանգավոր բան չկա, ուրեմն անհանգստանալու կարիք էլ չկա։ Մանան, Դավիթի վիճակը ծանր է, ու ամեն րոպե ամեն ինչ կարա լինի։ Կուզես գնամ խոսեմ հետը։ Չէ, պապի, ինքը ինձ տենց բան չի ասել, ուղղակի ես եմ անհանգիստ ու տենց բաներ եմ մտածում։ Բարև ձեզ։ Բարև Զարիկ ջան։ Բարև։ Արի գնանք մի երկու բառ խոսենք։ Ինչ ես ուզում ինձանից։ Գործերով զբաղվի։ Կեր, Չէ, պապի, ասում եմ կեր։ ես քո հետն եմ անից։ Ուր։ Արա $80,000 ապե, որտեղից եմ ես այդ փողը ճարելու։ Ինգերս կարաս նա հանգստանաս։ Հանգստացի բադ կողմնորոշում ենք ինչ ենք անելու։ Ընկերս լավ էլի, ոնց հանգստանամ։ Պապի ընկել բան չգիտեն, հանկարծ մոտները բան չխոսաս։ Չէ, չեմ ասի ախպերս։ Արա այդ գրիշնի սատկացնելու եմ ես, սպանելու եմ դրան։ Ինգերս գրիշնել, մնացածնել հետը։ Հիմա դավոնը կարևոր։ Հա, ճիշտ ես ասում։ Ախպորոս այդ վիճակում չեմ կարա թողնեմ։ Ասում եմ արի գնանք ֆեդերացիա դիմենք։ Ապա լուրջ ես խոսում, որ իրանք է զանգեն Հունանին ասեն։ Ախպերս Հունանով ոչ սկսվում է, ոչ էլ վերջանում է ֆեդերացիան։ Ավելի։ Շատ ռեալ տարբերակ է դա։ Պետք է խնդրենք էլ ախպերս, այ քեզի բան։ Ախպերոս համար ես պատրաստ եմ 1000 հոգու էլ խնդրեմ։ Դե վсё ախպերս, ուրեմն գնացինք ֆեդերացիա։ Պապին ես ասեք, Լեո! Ինա։
Մինա։ Մտամոտում մերժեց սպանելու եմ դրա։ Ինգերս մերժեն ուրիշ բանկը մտածենք։ Եթե պիտի մերժի ավելի լավ է չմտնենք սա։ Ստանցի առաջ պետք է ամեն ինչ փորձենք։ Սիրտս խառնում է։ Մի մտածի։ Մի մտածի։ Ուզում ես շտապօգնություն կանչեմ։ Էլ չեմ դիմանում հունա։ Երեխեք, մի 5 րոպեից ճաշը պատրաստ կլինի։ Ցավոք չեմ ես։ Մի կերպ կուտես Լեա։ Լեոյի մասին ես մտածում։ Լեա, այս դժվար իրավիճակում պետք չի Լեոյից հանգստություն սպասես։ Կամ մտածես, որ պիտի զանգի խոսի կամ բացատրություն լսի։ Նոր սիրտս էլ չի աշխատում։ Պատկերացնում եմ, Լեա, ուղղակի ինչքան էլ մտածես չես կարողանալու լուծում գտնես։ Սարիկը գնացել է Լեոյի մոտ հիվանդանոց։ Հենց դուրս գա կզանգի կհասկանանք ինչ իրավիճակ է։ Նոր հիմա զանգի էլի խնդրում եմ։ Չէ, Լիլեա։ Նոր զանգի տեսնենք ինչ վիճակ է էլի։ Լար ֆեդերացիայում եմ, հետո կզանգեմ, լավ։ Բա հիվանդանոց չէիր գնալու։ Հա, այնտեղ էի։ Դավոյի վիրահատության համար շատ մեծ գումար են ուզել։ Հիմա Լեոյի հետ եկել ենք, հասկանանք ոնց ենք ճարում։ Կարող ֆեդերացիան մի բանով օգնի։ Լավ, դե հենց հարմար լինի կզանգես, հա։ Լավ, Նարեկ ջան։ Լեոյի մոտ չի։ Ասում է Դավիթի վիրահատության համար մեծ գումար են ուզել ու հիմա գնացել են ֆեդերացիա, որ տեսնեն ոնց են գտնելու գումարը։ Նորարի մենք էլ գնանք էլի ֆեդերացիա։ Լեա, տենց էլ գիտեի, որ էդ ես ասելու, չէ։ Նոր խնդրում եմ։ Չէ, Լեա։ Նոր։ Հատոս։ Պապստե մարդ կա, դուրն են ծեծում։ Գրիշո ծեն չանես։ Բա որ ներս մտան։ Եթե դուրը չբացես, ոնց պետք է մտնեն ներս Գրիշո։ Դե էդի չոգում եմ, բա որ ջարդեն մտնեն, ես շատ իմանամ։ Այդքանը հաշվի առնելով ես քեզ ապահով տեղ եմ տարել։ Հանկարծ չբացես դուրը Գրիշո, լսում ես ինձ։ Գալիս եմ։ Գրիգոր ջան, ցավը տանեմ, դուրը բաց արա, բալես, աբո հոպարնա։ Եսի որ դիցա տեղս իմացի, արա։ Ավո հոպարը քորանար, քեզ սենց չտենար։ Դու ենքան վախեցածն ես, որ դուրը չբացես Գրիգոր ջան։ Լսի արա մի հատ ես Գրիգոր ասեք, խփեմ ատամներ հետ կթափի։ Գիտեմ ցավը տանեմ, համոզված եմ, որ դու կանաս տենց անես Գրիշա ջան։ Տեղս որ դեից ես իմացել։ Քեզ ոչ սազական տեղա, ես քեզ չի սազում ես ինչ տեղա։ Լավ, փորացավոտ ինչա ասա իմանամ, ինչ ես եկի։ Անկես կասես, հերդ ինչքան է պատրաստվում քեզ օրենքից թաքցնի։ Էդ ես եկի իմանաս։ Ու քեզ թվում է, որ այն տղեն մեռավ, նրա աղբերը քեզ ողջ է թողելու։ Գրիգոր ջան, դու շատ փող ունես։
Իսկ են էլ դու խունի գնա գալիս եմ։ Ապա փորձենք չես թող գնաս տերից։ Ինձ պետք է որ ինչքան մարդ կա ես մեջը ներգրավված ելնեմ։ Հնարավոր բան չի։ Տենց կարճ ու կոնկրետ, հա։ Մի րոպե տվեք։ Ախպերս թող ես բացատրեմ, ես ավելի լավ կբացատրեմ։ Ինչին բացատրացի, որ պահներ անհասկանալի։ Ինքերս լարված ես, մի րոպե ես կասեմ ես ինչա պետք։ Փող ա մեզ պետք, Սարիկ։ Փող։ Լեոյիս ախպերը հիվանդանոցում է ու շատ ծանր վիճակում։ Իմացա դրա մասին։ Ցավակցում եմ։ Ախպերս չի մեռել։ Դրա համար պետք չի ցավակցել։ Իրականում շատ լարված ես։ Ու այդ վիճակով ուզում ես ռինգ մտնես։ Վստահ եմ, որ Լեոն ապացուցել է բոլորին, որ շատ ուժեղ է ռինգում։ Ու հիմա հնարավոր բոլոր մարդերին մեր մասնակցությունը շատ կարևոր է գոր։ Ես պետք է լիքը փող աշխատեմ, գոր։ Ես ձեզ հասկացա, բայց ենթադրում եմ, որ գումարը հիմա է պետք։ Իսկ այդ մարդերը իրար հետև դրած չի, որ Լեոն բոյը կպնի ու փողը վերցնի գնա։ Պարզ է։ Պետք չի բորբոքվել։ Ես հստակ ռեալ իրավիճակն եմ ներկայացնում։ Ինչից ոչ թե նեղանալ է պետք, այլ ճիշտ ենթադրություններ անել։ Ինքեր նստի։ Սարիկ ինչի համար նստեմ։ Ինչ պետք էր ասեց։ Ամեն դեպքում նկատի կունենամ քո ցանկությունը։ Ու միանգամից վերևներին տեղ է կպայեմ։ Ճիշտ էլ կանես, որ զանգես, թե չէ որ օրվանից ես դու ստեղ որոշումներ կայացնում։ Գոր, ընկերս շատ հուզված է, աղբոր կյանքը պետք է փրկի, ու խոսքը մեծ գումարների մասին է։ Ուրեմն թող նես չանի, որ աղբոր կողքին պարկի։ Լեա վստահ ես, որ ճիշտ ենք վարվում։ Հանար, ես րոպե շուտ պետք է հասնեմ ֆեդերացիա Լեոյի հետ խոսեմ։ Հա բայց խոսքը մեծ գումարների մասին է, Լեա։ Ուրեմն ընտանիքից ես կվերցնեմ, նար իրենք ամենակիչը պարտավոր են վճարել։ Եթե նույնիսկ ձերոնք վճարեն, դու վստահ ես, որ Լեոն կընդունի այդ գումարը։ Նար Լեոն Դավիթի կյանքը փրկելու համար ամեն քայլի կգնա։ Արի։ Տենց էլ գիտեի, որ չստացվող պահ է, Սարիկ։ Ընկերս ստացվող է, որ այդ գորի ասացի մեջը ճիշտ բան կա։ Այն մարդերը ժամանակատար են, իսկ մենք այդ ժամանակը չունենք։ Դրա անունը մի տուր, էլի զզվում եմ դրանից։ Դներից չի, դու չտվեցիր զզվանքդ, ներսը բացայտել ցույց ես տվել։ Ապա եթե մի մարդ մակունցների կամակատարն է, ինքը չի կարող այլ մարդ անվանվի։ Հեսա զանգելու է հորը դագլատ տա։ Հորը հերը մեռած է իրար։ Ապա Հունանի մասին եմ խոսում։ Դա։ Ժամանակ չունեմ, խառնեմ գոր հետո կզանգեմ։ Կարևոր է, այն Լեոն էր եկել։ Այ դրա համար ես հատկապես ժամանակ չունեմ։ Բայց հələ մի րոպե։ Ախպերը հիվանդանոցում կյանքի ու մավան կռիվ է տալիս, ինքը եկել էր ֆեդերացիա։ Կարող ես ասես մի հատ կախվել էր տանձիկից։ Ինչքան բոյկա ուզում եմ մասնակցի։ Սարիկն ասեց փող է պետք աղբոր կյանքը փրկելու համար։ Հետաքրքիր ինֆորմացիա ես տալիս։ Հիմա ինչ անեմ։ Ներգրավեմ դրան բոլոր բոյերի մեջ։ Գելուխս մի ծանրաբեռնի էլի։ Ինքը այդքան չկա, որ իր հարցը առաջնահերթ լուծենք։ Հասկացա, շեֆ ջան։ Ես միշտ ասել եմ, բայց հիմա էլ եմ պարտքս համարում հիշացնել, որ հայրդ Հունանը քեզ շատ վատ է դաստիարակել, հասարակության համար վտանգավոր մարդ։ Արա սա վիզատ կա ջարդեմ հել գնաս տեից ասում եմ։ Դե լավ, հերիքա հասկացանք։ Հերիքա արդեն։ Մեծերի հետ մի քիչ խոսալու, շփվելու ձև ունեցի։ Ես էլ պակաս գիժ չեմ։ Հորը տարածից հետո իմ նյարդային համակարգը սա խախտվել է։ Հիմա ում հետ ինչ ասես կարամ անեմ, ընդունակ եմ։ Երևի ինչ ասես կարաս անես, բայց ոչ մակունսներին, դու էդի լավ գիտես։ Այդ ցավը տանը։ Բայց հիմա մակուցներն են իմ բռի մեջ, Ազիզ ջան։
Ալա հել գնաց թե շուտ արա։ Լավ, ձեռներդ քաշի, չի կարելի։ Ես քո համար ոչ Լեոնը եմ, ոչ Դավիթը։ Էդի լավ գիտեմ, որ ոչ Լեոնս, ոչ Դավիթը, բայց նույնչափ քեզնից զզվում եմ իշքան դրանցից։ Աշկիս ազգանունը Սարգսյանա դրանից է գիտես, չէ՞, հատուկ հակակրանք կա։ Դու դիմացի։ Սարգսյան ազգանունը մինչև կյանքիդ վերջ հետապնդելու է քեզ։ Դու հաճ չես ուտում միայն ինձ ես դրել։ Չէ, պապի, ես ախորժակ չունեմ։ Քեզ թվում է ես ախորժակ ունեմ։ Դե բայց դու պիտի ուտես, որովհետև պիտի դեղ խմես։ Իսկ քաղցած դեղ խմել չի կարելի։ Պապի ջան։ Հա, բալես։ Պապի հաց չկա, ուղղակի առանց հաց կուտես։ Իզոր անթեր թողեցի կա։ Պապի, ես քեզ ինչ եմ հարցնում, դու ինչ ես պատասխանում։ Դավիթին թողել եմ հիվանդանոցում։ Եկել ու նստել եմ հաց եմ ուտում։ Պապի, հավատա, Դավիթի համար ավելի ապահով տեղ, քան հիվանդանոցն է, հիմա չկա։ Սիրտս ոնց չի ջաքում, չեմ հասկանում։ Պապի, տես քո սիրած ձևով եմ պատրաստել։ Մոռացել եմ երբ ես վերջին անգամ հաց պատրաստել։ Դե ուրեմն կեր։ Դու էլ կեր։ Հա, պապի ջան, դու սկսի, ես տեղերդ բերեմ։ Պապի, ուր։ Տեղ եմ գնում։ Հա, Դավիթի մոտ գիտեմ, բայց հացդ կուտես դեղդ կխմես հետո։ Դու չասեցիր Դավիթը բժիշկների մոտ ավելի ապահով է։ Ուրիշ գործով եմ գնում։ Պապի, չգիտեմ ինչ գործեր ունես, բայց գալիս եմ հետդ։ Տեղդ նստիր մնա։ Բայց պապի։ Մի ստիպիր ձայնս բարձրացնեմ։ Եղա։ Բարև ձեզ։ At կարամ հասկանամ ինչ եք դուք ստեղ։ Ես ու Լեան։ Դու Լեան։ Նա առաջ քիչ առաջ զրուցեցինք, ասացի որ ստեղ ենք։ Դի պարտադիր գայք հասնեիք ֆեդերացիա։ Այս Սարիկ որ թողնես խոսեմ կհասկանաս որ պարտադիր էր։ Լեան ուզում էր Լեոյի հետ խոսել։ Լեոն չի ուզում Լեայի հետ խոսա։ Ընկերս անտրամադիր է, կարելի է հասկանալ։ Առանց արդարացումների ախպերս։ Ձեզ լավոր։ Ինչ ես սառած կողմնել գնա հետևից։ Չէ, խորհուրդ չէի տա։ Իշո ես եմ բացի դուրը։ Էստեղ ինչ անում։ Ես շատ իմանամ այպապ եկել լրվել է։ Դուք մենակ մեծ խոսալ գիտեք։ Բայց երբ պահը հասնում է պատասխան տալու, մի տեսակ չեք կարում չի ստացվում։ Արա սոմով սենց է հետներս խոսում։ Մի րոպե գիրիշա։ Թե ասա ինչ ես սրա առաջ դուր բացել, որ հիմա այսպես ջղայն անում ես։ Վայ հունան,
Հեշտ ես ասում։ Երեխեն որ ձենս լսես, չէ՞։ Մենակ տենաս ոնց վազելով եկա, որ դուրը բացի, հարազատ ձեներ լսել։ Մի հատ քեզ տեղից շուտ տար, քանի ոտերդ չեմ ջարդել արա։ Ասենք թե ես եմ ու չեմ գնում։ Ինչ պիտի անես։ Պիտի սպանես։ Ոնց որ աղբորս սպանեցիր։ Ես ինչ է խոսում բա։ Այն ինչ որ լսում ես, Գրիգոր ջան, հա։ Ունենցա որ քեզ մեղադրել պետք չի։ Դու գենով ես մարդասպան։ Պապ մի հատ կբացատրես իմանամ ինչ է կատարվում։ Արա։ Աղբորդ սատկացրել եմ, քեզ էլ փողով առել եմ։ Ասա թող բոլորը իմանան։ Կիմանան։ Իմանալու են։ Տաղետ հələ շատ բան է իմանալու։ Ու բոլորն են իմանալու։ Լեո, սպասի, խոսենք, խնդրում եմ։ Քո հետ բան չկա խոսալու, Լեա։ Ես ուզում եմ քեզ օգնեմ, Լեո։ Ոնց ես պատկերացնում քո օգնությունը ինձ։ Լեո, խնդրում եմ տենց մի նայի։ Վախենում եմ այդ հայացքից հետ։ Շատ լավ է։ Խորհուրդ կտամ այդ վախերդ փոխանցես ընտանիքիդ։ Ես չեմ ուզում դու չարության զոհ դառնաս։ Եկել ես ինձ դաստաս, Լեա։ Գնա, այդ քարոզները ընտանիքիդ կարդա։ Լեո, ես հասկանում եմ իմ ընտանիքի մեղավորությունը, բայց դու ոչ մի բան չես կարա փոխես, հատկապես իմ մոտ, ու չես կարա ողորմություն խնդրես իրանց համար ինձնից։ Լեո, ես մեղավոր չեմ կատարվածի մեջ, ես ընդհանրեն ուզում եմ քեզ օգնեմ։ Ես գիտեմ, որ հիմա քեզ շատ գումար է պետք, ու ես մինչև վերջին կոպեկը պատրաստ եմ քեզ տալ։ Լուրջ մտածում ես, որ մակունցների փողերով ինձ պետքա օգնես։ Աննկարագրելի դաժան է, երբ կանգնած ես հարազատ մարդկանց մեջ ու չես կարողանում ընտրել։ Ես քեզ ընտրության առաջ չեմ էլ կանգնացնում։ Որովհետև պետք չեմ քեզ։ Լսի, մակունցները թող գնան, գրողի ծոցը, իրանց փողերով հանդերձ։ Բոլոր մակունցները քո համար հավասար մեղավոր են, չէ՞։ Ու դու ինձ չես առանձնացնում։ Որովհետև չի կարա փտած միջավայրում նորմալ մեկը լինի։ Պահում մնաց քո սերը, Լեո։ Իմ ներսում մենակ ատելության համար տեղ կա։ Աղբորս վիրահատության համար փողը կգտնեմ, ու նոր կզբաղվեմ աղբորովդ, Լեա։ Մորթելու եմ ամենադաժան ձևերով։ Լեո, սուս մնա, չեմ ուզում լսեմ։ Սպանելու եմ դրան։
Աստորեն այդքան էլ վատ չես, որ տանը մնաս։ Պապջան, ես քո վրա զարմանում եմ, եթե դու դրա աղբորը խփել ես, ո՞նց ես թողել քուրս պսակվի հետը։ Գրիշո հիմա դրա ժամանակը չի։ Շուտ արա գնացինք ստեղից։ Ինչի համար։ Որովհետև ամեն պահի կարա մարդ ուղարկի ստեղ։ Ալավ դրա ուղարկած մարդիկ ով պետք է լինեն, աղբորը տվես սպանել ես եկե հետդ բարեկամություն անում, դրանից ինչ կա բաբշե։ Ամենամեծ վտանգը հենց իրանից պետքա սպասես, Գրիշո։ Մի մոռացի, որ Սարգսյանն է։ Հա, հասկացանք Սարգսյանը, պապջան, բայց ո՞ն նրանց հետ է կապ չունի։ Թե ունի չգիտեմ, պապ։